Իսկապես մեծ բան է այս ձեզ տալելու։ Ես հիշում եմ պարոն Բաղդան, երբ եք ասում եք, որ սենց իրար հետ ապրում են, բայց նորմալ չգիտենք ավանդույթները եւ այլն։ Շնորհակալ եմ։ Կես հատվածով կգնանք, պարոն Փաշինյան։ Մեր երկրների ազգային միության նախագահության անդամ պարոն Ալդալյանը եւ այս հատվածով կգնանք, պարոն Փաշինյան։ Այստեղ մեր բարեկամության ուշնավորություններ, հայ եզդիական եղբայրության հիմնադիր նախաձեռնությամբ այս ներկայացնենք, կավարտենք նոր, լավ, շատ բարի։ Պարոն Փաշինյան, սա եզդիների ազգային հերոս Դավրեշի Ալդին է, այստեղից սկսվում են եզդի հերոսների եւ հայ հերոսների ներկայացմամբ, այսինքն երկու ժողովուրդների, եղբայրական ազգերի հերոսներ, ովքեր որ միասին դարերի ընթացքում իրար հետ կողքի պայքարել են հանուն բարօրության, հանուն երկու ժողովուրդների փրկության։ Այս հատվածում մենք տեսնում ենք Հասնե Հավերին, որը 18-ից 19-րդ դարերի ընթացքում եզդիների հերոսները առաջնորդ են։ Աստված առաջ մեր թակավարը Ոչի ոչի ամեն Հասնե Հավերին անցանում է նաև 18-ից 19-րդ դարերի եզդիների մեր ջարդերի, որոնք որ իրականացնում էին մի երկրորդ թավրություն։ Ուզում եմ բարելին, իր աչքի վրա եկեք, շատ ուրախ եք, բարդ եք, դեր պասպորտին մի հատ եք, իրեք կատետից բար։ Հետ եք եսում է։ Շուրա վայ, պալատը։ از شنگالم جی جدی ماو او پاسپورت آمی و 5 سال از بیدری ماو واسه لوچه تا زاروی تا وش خلفی شنگالم شنگال خراب و أخبين سالم الفيدرينا وما بيت الجنشار مستاني باليمان Շատ ուրախ եմ, որ նորից դուք ընտրվեք, թող մեր երկիրը խաղաղապահի, մեր զինվորները խաղաղապահեն, հաջողություն լինի մեր երկրին, Ռոման ջան, քերեմ կեվար է բրեմ։ Տեղը ինչ է, այսինքն նկատում եմ տարածքը, սրբավայրը, նաև այստեղ Այս հատվածում մշակույթ նկատում եմ ինչ-որ գերեզմանատուն կա, հարակից տարածքում նաև սրբավայր է։ բարի գալուս պարոն Փաշինյան, այս ամեն ինչի պարոն Սիմոնյան։ Բարի գալուս, մալաք է թավուցա ձեզ օրինի փորձանք լինել։ Այս հատվածը հենց ամբողջը համարվում է բարեկամության նշանաբանիչ, մինչև մուտք գործել հենց տարածքի բուն հատված, որտեղ կամարներից տեսնում ենք այն հատվածից։ Այստեղ ներկայացված է եզդիների ցեղասպանությունը 2014 թվականին որպես հուշակոթով եւ ոգեկոչում անմեղ զոհերի հիշատակին։ Իդեպ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը եւս շարունակել է 2016 թվականին որպես հուշակելով այն ցեղասպանությունը պարոն Բաղդանի նախաձեռնությամբ նաեւ օգոստոսի 3-ը ընդգծվեց եւ որոշվեց որպես այո հիշատակի օր։ Այո, 2014 թվականին Այո, այո։ Ոնց եք, շատ ուրախ եք։
Ուրախ ենք, հետո շատ շնորհակալություն մեզ հարգելով մեր ազգին, որ եկել եք ազգին։ Երեք եզդիա բնակ ամենքի բնակի չէ։ Ամենակտիվ բնակ։ Պարոն Փաշինյան, կարակ չմա Այստեղ կոմիտասին ենք տեսնում, պարոն վարչապետ, որպես եզդի ժողովրդի մեր բարեկամ, որպես մեր Ուսումբեկ Թեմուրյանցի, որը նաև հանդիսացել է Հայաստանի առաջին հանրապետության ազգային ժողովի պատգամավորը եւ միասին նաև սովորել են Գեորգյան ճեմարանում։ Այո, կոմիտասի հետ միասին ամենամտերիմ եւ նոտայագրել է 12 եզդիական ազգային եւ Այս հատվածում հենց Բարերար Միրզա Սվյանի կողմից առաջին Բարև եկա, որտեղ խերով լինի, ետիկի նոց են անվանը շատ են Այս հատվածում Բարերար Եթանկայշտակնեզի Սվյանի կողմից այս նվերը որպես խորհրդանիշ հայոց ցեղասպանության 100 ժամյակի տարելիցին եւ առաջին մշակութողն է եղել որպես Այս հատվածում տեսնում ենք Ուսումբեկ Թեմուրյանցին, ում մասին խոսվեց Անդրկովկասի եզդիների առաջնորդ եւ կոմիտասի մտերիմ այո մահացել է 1946 թվականին չեմ սխալվում, բնականաբար այդ ժամանակ այո Գանգիր աղայի հետ միասին իրենք նաև մասնակցել են մայիսյան արարողներին հերոսամարտին։ Այս ամբողջը կարծեք թե ամփոփված է մեկ մշակութողի մեջ, որպես եղբայրության խորհրդանիշ։ Այստեղ մենք տեսնում ենք թե մեծ Խաչատուր Աբովյանի եզիկներ հոդվածից հետևյալ խոսույթը, իրենց հարևան ազգերից ոչ մեկի հետ նրանք այնքան սերտ չեն կապված, այնպես համատեղ չեն գործում, ինչպես հայերի, որոնք նրանք անվանում են եղբայրներ։ Եվ այստեղ իսկապես այստեղ տեսնում ենք հավերժության խորհրդանիշը հայկական սիրամարգը, արևի մեջ ընկնված հայկական խաչը։ Սիրամարգը Մալակետաուսը անձա ոչ, հրեշտակապետ հրեշտակված Զորավար Անդրանիկ, որպես եզդի ժողովրդի մեծ բարեկամ, նաև Ջահանգիր աղայի Հարսանյաց կամորը 1904 թվականին այնպես է ստացվում, որ ներկա է գտնվում Հարսանեկին եւ հենց հարսանեկի ժամանակ այդ բարեկամությունը հաստատվում է եւ նա դառնում է Հարսանյաց կամորը առաջին անգամ, երբ որ եզդիների մեջ եւ հայերի մեջ կամոր սահմանությունը սկսեց այս հատվածից։ բոլոր եզդիական օջակները մի ժամանակ պատկերել Ջանգիր աղայի մեքանի կողմից զորավար անձրան հավասարազոր գուցե եզդիների մոտ Ջանգիր աղայի զորավար անձրան իսկ պսակ սրբավայրում Այո բանի բան չկա, խնդիր չկա, որ Տեսեք Հարսանյաց կալ, Հարսանյաց կարող է լինել, դրանք տարբերությունները ինչ առնում է, այսինքն կրոնական որևէ բան ծես չի իրականացում, դա որպես ընտանիքի բարեկամ եւ եղբայր է հանդիսանում եւ ինչու՞ չէ նաեւ խորհրդատու։ Այստեղ նաեւ Ջահանգիր աղայի մասին խոսեցինք, որ ակտիվ մասնակցություն է ունեցել հայրենիքի պաշտպանության մեջ եւ տվյալ դեպքում հստակ հայ եւ եզդի ժողովուրդների փրկության եւ ոչնչացումից փրկելու համար
իսկապես ծառայել է թե ժողովրդին եւ նաեւ մի բան էլ նշեմ, որ փորձեցին բազմիցս Ջանգիր աղային օգտագործել եւ հայ ժողովրդի դեմ նա ասաց, որ ես լինելով Ջանգոն, Խատիֆի որդին, երբևիցե չեմ դավաճանի մեր եղբայր հայ ժողովրդին, կլինենք միշտ միասին ու այդպես էլ եղավ ռազմի ամենադժվարին պահին, ինչպես ասում է նաև Դրաստամատ Կանայանը, մասնակցում է եւ դրանով որոշիչ է լինում նաև իր մասնակցությունը, իր հեծելազորով կանխվում է թշնամու ներխուժումը արդեն դեպի Երևան։ Ապարամի հյուրասանական Փաշինյանի եւ Արաքելիսայի Սարդարապետի իրան աքսորում ինքը Սարատովի բանտերից մեկն է։ Եվ հետո արդեն մեր Երջենկա հիշատակ Միրզասարյանի աջակցությամբ կարողանում ենք նաև գտնել գերեզմանը եւ վերահրատարակում ենք այստեղ Հայաստանում։ Այս հատվածից արդեն սկսվում է կամարից անցնելով, արդեն տարածքի տաճարի տարածքին փոթորցում։ Ժողովուրդը այսօր գալիս եւ Ինչպես ապրել։ Պատճառ աշխարհում մաղձրուծը չկա, ոչ թե սրբավայի լավաշտարը, նմանատիվ ես վարդնիքությամբ ներկայացում դա իդեության ամենաառաջին սրբաճարն է, որ կառուցվում է աշխարհում դա այնտեղ պարտենալու, ապարտանալու հեղիք է կաղցրել ոչ միայն հյուսային Իրաքը, Հայաստանը իրենց անմիջական ներքին և աղան նաև հայոց Շեմին չի կարելի էլի։ Այս գիծը, այո։ Այո, այս գիծը հենց ուղիղ այս գծի հատվածում շեմն է, այո, հենց այսպես կարող է։ Այս տաճարը յոթ գլխավոր հրեշտակապետերին է խորհրդանշում եւ մեծը, որը հենց բարեկո քաոսի կոչվում։ Այս հատվածում մենք տեսնում ենք խորանը։ Իր 4 անկյուններ, այսինքն ըստ մեր եզդիական կրոնական լուսաբանության երկիր մոլորակը, որքան այսպես բացատրվում է, 4 անկյուններից է բաղկացած։ Եվ այսօր 4 շարքի է 4-րդը։ 4-ը նաեւ մարդու մարմինն է մեջ պարունակում 4 էլեմենտ, 4 տարր, հող, ջուր, կրակ եւ օդ։ Եվ
այս 4-ը պարտադիր տեսեք, տարին բաժանվում է նաև սա 4-րդ տարի։ Ըստ եզդիական օրացույց այդ ժամանակ դա Աստված դեռ փորձում է եւ երբ որ ավարտում է այն այսօր է ավարտում եւ այսօր աշխարհասփյուռ եզդիությունը նշում է հենց տարեմուտ այսինքն տվյալ դեպքում մենք մուտք ենք գործում նոր տարի եւ հենց ամիսն է որ մենք ապրիլը կոչում ենք Նիսան նոր ժիան նոր կյանք մենք մուտք ենք գործում նոր կյանք եւ թող այս որպես այդպեսին քանի որ մենք ընկալում ենք աշխարհաստեղծումը մենք չգիտենք երբ բայց որպես այդպեսին օգտագործում է 6700 արդեն 76 այստեղ դա պայմանավորված է 776 արդեն 5 արդեն այսօր մոտ գործեցին 6 այն հատվածում դուք տեսնում եք Մալախի Տաուսի խորհրդանիշը հրամարգի տեսքում այսինքն մենք չգիտենք նա ինչ տեսնում է պարզապես բառացի թարգմանաբար նշանակում է սրանք հեշտը բայց ես զերծ կմնայի դրանից ավելի շատ օգտագործել այդ տերմին հենց եզդերանով, քանի որ արաբերենից է տավուս նշանակում սիրամարգ, եզդերանով տավուսի նշանակում է արև և ստվեր, այսինքն օրվա և գիշերվա հեշտակ, որը երբեք չի հանդիսանում, անընդհատ աշխատում է և ծավալում է Աստծուն։ Իր ձեռքում կրում է 4 անկյուններ երկրի մոլորակի, մենք տեսնում ենք վերևում 17 պետուրներ, որոնք խորհրդանշում են մեր այսպես ասած 12 ամիսների տարվա 7 պետուրների հատվածից տեսնում են 1, 2, 3, 4, 5, 7 դրանք խորհրդանշում են 7 օրերը և 7 հեշտակները, որոնք որ հենց Տաուսի մարդու լուսերին են, երրորդությունը խորհրդանշում է աստվածային երրորդությունը և նաև եզդի ժողովուրդը բաժանում է 3 խմբի, շեխեր, փիրեր և մրեքներ։ Այստեղ նաև մենք տեսնում ենք լուսինը և շուրշուվերը, որոնք արևի 20 նա ներկա է թե Տաուսի մարակը անդադ ծառայում է Աստծուն, այսինքն դրա համար մենք կոչում ենք Տաուսի մարակը որպես Աստծո տեղապատը, քանի որ Աստված կատարում այդ կառավարիչ հանձնել է մարակը Տաուսին գլխավոր հեշտակապետը։ Հիմա մենք կոչում ենք Տաուսի մարակից, այն ժողովուրդը կոչում է Գաբրիելը հեշտակապետ։ Յուրաքանչյուր տասը իր լեզվով է կոչում հեշտակապետը։ Նաև հավայի լարուշից բերված ողը, ջուրը, քարը, հայտը, այսինքն ամեն ինչ կարող է որոշակի օրը մեզ կապեն նաև մեր ինչու է գլխավորսը հավայրը մեր ձևավորման լեզվների ձևավորման օրը սենդվիչ է պետք է Եվ այնտեղ մեր գլխավորսը հավայրը բարգի երկրների Դողոկը տարածվում է լեռների մեջ լեռների մեջ է այսինքն հեռու բնակավայրից այսինքն նա ժայռափոր է ժայռափոր չի, բայց ինքը ամբողջությամբ դեռնով և տանատերով Ասնեք բան։
Բարև Արչակը, ձեզ մի հարց կարելի է։ Բարև ձեզ։ Կարելի է ես դրասկի ներկայացուցիչ եմ։ Ուզեի մի հատ հարց ունեի։ Իսկան տարի ինչի համար գալու եկեղեցի, չէ՞ որ մեզ երկար տարի չեք հրավիրում։ Պետք է հրավիրեք, չէ՞ որ ղեկավարեք, պետք է այստեղ Բախոյան բազմաթիվ անգամներ ինձ որպես Արչապետին է տարի դուք մի Ես մեկ պարոն Բախոյանի հետ նախորդ հանդիպումներ մեկի ժամանակ, երբ որ ես երևի խազնային երևում դիժուտ դա շատ կարևոր դեպքերից է։ Ես հրավիրեցի աշխատանքային հանդիպման եւ ասացի, որ ես կարծում եմ, որ մենք իրար հետ ապրում ենք, բայց բավարար չափով չենք կարողանում ավանդույթները եւ այլն։ Եվ ես խնդրեցի պարոն Բակյանին, ասացի, եթե դա ընդունելի կլինի մեր համայնքի համար, որովհետև այնուամենայնիվ ես չեմ համարում, որ ես կարող եմ առանց հրավերի գալ մտնել տաճար, որովհետև սա սրբավայր է եւ մարդկանց զգացմունքների հետ մանավանդ որ ցավի մենք իսկապես շատ չենք ճանաչում, պետք է հաշվի նստել եւ երբ որ հրավեր ա եղել, առաջին իսկ պատեհառիթի դեպքում ես այդ հրավերը ընդունել եմ, որովհետեւ երբ լիներ հրավերը, այդ հրավերը ես կընդունեմ։ Բայց չէ՞ որ Հայաստանի Այո, ես կներեք, ես առաջին վարչապետն եմ Հայաստանի ղեկավարը, որ այցելում եմ, եւ դա էլ է շատ։ Ես մտածել եմ, որ եթե միջև այդ չի եղել, կարող է համայնքի ցանկությունն է դա, որ այսպեսին Սա կապված է ուղղակի ընտրությունների հետ, թե ուղղակի զուտ պարոն Բաքոյանի բարձրացրած հարցից հետո որոշեցիք որ դա։ Գիտեք ինչ, մենք ընտրություններում միշտ եզդիական համայնքի մեր սիրելի քույրերի եւ այլնի կողմից շատ բարձր վստահությամբ խփ ենք ստացել, շատ բարձր առանց այցելությունների։ Եվ դուք կարող եք նայել նախորդ ընտրություններում թե 2018 թվականի, թե 2021 թվականի եզդիական բնակավայրերի մեր արձանագրած արդյունքները եւ ես նաեւ ասեմ, որ դուք կարող եք տեսնել, թե վերջին տարիներին մենք եզդիաբնակ համայնքներում ինչպիսի ներդրումներ ենք արել, մենք ճանապարհներ ենք կառուցել, որ տասնյակ տարիներով 40 տարի եւ ավել չեն եղել։ Ես այցելել եմ նաեւ առաջին անգամ եզդիական բնակավայրեր են այցելել եւ մենք նաեւ Ալագյաց խոշորացված համայնքում մեծ ներդրումներ ենք անում
եւ ելի եմ ասում նախկինում ոչ մի անգամ ես հրավեր չեմ ստացել, ես մի քանի անգամ պարոն Բակոյանին խնդրել եմ, ասել եմ ես կարծում եմ եւ ընդհանրապես պարոն Սանդիկովին եմ միջազգային խնդրել, ասել Հայաստանի ազգային փոխանցությունների հետ մենք ապրում ենք, բայց մի տեսակ չգիտեմ, լավ չենք ճանաչում մենք, դուք երևի ավելի լավ եք ճանաչում եւ անկեղծ մենք փոքրամասնություններ չենք համարում մեզ, մենք հայ ազգի հետ մեզ եղբայրներ ենք համարում, ոչ թե փոքրամասնություն, որովհետեւ այսօր տվյալներով ինչքան որ ծառայկացված ենք, շատ մեծաներ։ Այո, բայց ես օգտագործում եմ սահմանադրություն 2015 թվականին ընդունված սահմանադրության տերմինաբանությունը, որպեսզի մաքսիմալ կոռեկտ։ Ես մեկ էլ կխնդրեի բոլորը թող ֆիքսեն, որ ես Արշալույս գյուղից եմ, եւ ասեմ այսօր կան հենց կապված խնդիրներ, որ Արշալույսում եզդիների տները վաճառում են անօրինական ձևի, եւ դա ճիշտ է, հիմա այդ հարցը չի, բայց ես ուզում եմ այդ հարցը շատիրնեք հարկադիր, կատարողական են հիմնարկները, հիմնական վաճառում են եզդիների տները, անօրինական կոպեկներով, այդ հարցին խնդրում եմ, եթե այդքան նվիրված եք դուք մեր խալիդով։ Տիկին խալիդով, տեսեք, Հայաստանում դուք ես ուղիղ եթերում այցելում եմ տարբեր մարզեր, դուք կտեսնեք, որ նմանատիպ հարցեր բարձրացնում են նաև Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիները, ես բացառում եմ, որ որևէ էթնիկ նկատառումով որևէ մոտեցում ցուցաբերվի, ամեն դեպքում եթե այդպիսի բան պարզվի, այդպես գործողները խստագույն պատժի պատճառի, բայց ես էլի ձեզ լսելով ուղիղ եթերում տեղ ունենում, դուք եթե ժամանակ ունենաք կարող եք նայել, թե Եղվարդում այդպիսի հարց բարձրացնող կա, Արտաշատում այդպիսի հարց բարձրացնող կա, Արմավիրում այդպիսի հարց բարձրացնող կա։ Այո, տեղի եմ դրա համար ես ասում յուղի հարցը բարձրացնում։ Բայց նաև մեր փորձը գոնե միջև այս պահը մեր ունեցած տվյալը ինչ է ցույց տալիս, որ օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական պարտավորությունները չկատարելու հետ է կապված այդ դեպքերը, եթե կպարզվեն այլ իրավիճակներ, ես ձեզ հավաստիացնում եմ, խոստանում եմ, որ այդ իրավիճակներում պետությունը կգործի իր քաղաքացիների պաշտպանության ուղղությամբ։ Մեզ համար Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մեզ համար կապ չունի ազգության հայ է, եզդի է, ռուս է, քուրդ է, ասորի է։ Սա մեր հողն է, սա մեր տունն է։ Մենք երբեք չենք էլ օտար տենց մեզ զգում Հայաստանից, որտեղ Հայաստանը մեր տունն է։ Մենք չունենք մի սխալ դետալի համար մենք էլ ձեզնից մեծ օտար չենք զգում եւ այսօրվա իմ այցը հենց դրա մասին է, որ եզդիների տոնը նաև իմ տոնն է եւ ես եկել եմ շնորհավորելու ձեզ եւ ուրախ եմ ուղղակի հարցս դեղենց դրանում պարոն Փաշինյան Շանում ենք եւ ես բայց մենք ծրագիր ունենք մի րոպե դրամադրում չորրորդ կարգի վթարային շենքից ենք հանգստան եւ հա այստեղից շենքը երևում է ծրագրից ուշանում ենք ես կմերցնեմ ամենայեք ջան ծրագրից ուշանում Ծավաճին այստեղից սկսվեց այս փոքրտաճարից 2017 թվականին ծառայեց Մարիամի Սիրյանի կողմից եւ նախատեսված է այս փոքրտաճարը կառուցվել եւ երբ որ ժողովուրդը սկսված բազմությամբ ընդունեցին եւ ինքը տեսավ այդ ամեն ինչ ողջորությունը իսկապես ապշումեց այս ժողովրդի կողմից գործեց արդեն մեծը եւ ավարտին հասցրեց այստեղ մենք տեսնում ենք բարերար Միրզասուրյանի տամբարանը, որտեղ որ նա ուղարկավորված է հենց այս ամբողջ նաճարի հիմնադիրը հենց հանդիսացել են
Երեխեք միջոցառումը ինձ հուշում է Մենք ում անցին, նկարվել անցին այնելով, եթե կարակ քայլելով նկարվել Հատը բորդի չեմ գնացել, լսեք, չեմ հավատում, ոչ մեկին չի ձեզ եմ հավատում։ չեմ կարող միջոցառումը Իսկ ոնց է հանուն մարդկության, հանուն ազգության, հանուն աշխարհի խաղաղության։ Ողջունում եմ Փուրդալետ ու կազմով մեկ բոլորիդ էլ շնորհակալ եմ։ Մեր կառավարությունից բոլոր շնորհակալ եմ, բոլորիդ ոտը խերով են։ Ողջունել ջերմ և բուռն ծափահարություններով։ Սրվել է դավլատա Արմենիստանը Նիկոլ Փաշինյան, դասախստնակավը բլանդ ու բակ ժմլատ է եզգյա։ Ծափահարությունները չեն դադարում, ինչնավե մահարքակ չի բարձրանում։ Մենք ձեզ շատ սիրում ենք։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ, եզդիական համայնքի հարգելի ղեկավար, եզդիական համայնքի հարգելի ներկայացուցիչներ, սիրելի ժողովուրդ, մեծ պատիվ է ինձ համար այսօր ներկա գտնվել Եզդիական
այս կարևոր սրբավայրում եզդիական նոր տարվա Տաուսի Մալակի տոնի առիթով եւ ինձ հուշեցին, որ ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, որ այս ձևաչափով հանդիպում է Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ եւ այս ձևաչափով շնորհավորում է Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի եզդիական նոր տարվա առիթով։ Սա իսկապես կարևոր եւ դարակազմիկ իրադարձություն է։ Մենք այս այցը շատ երկար ենք պատրաստել, որովհետեւ ես հիշում եմ, երբ ժամանակներ առաջ մեր գործընկեր ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հետ մենք քննարկում էինք, որպես խնդիր էինք ձևակերպում եւ դրա լուծման կարեւորությունն էինք արձանագրում, որ մենք իրար հետ կողք կողքի նույն երկրում ապրում ենք, բայց ես օրինակ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ համոզված եմ Հայաստանի բազմաթիվ բնակիչներ շատ մեծ պատկերացում չունեն եզդի ժողովրդի ավանդույթների, նրանց տոնակատարությունների, արարողությունների մասին եւ սա իհարկե խնդիր է, որը պետք է լուծվեր։ Եվ ես ուրախ եմ, որ մենք այսօր մի նոր ավանդույթի սկիզբ ենք դնում, երբ այս հաղորդակցությունը, այս համակեցությունը, այս քաղաքացիությունը, որով մենք կապված ենք, նոր արտահայտություններ է ստանում եւ մենք հասկանում ենք, որ ավելի ու ավելի լավ պիտի ճանաչենք իրար եւ չճանաչելը արդեն ինքնին խնդիր է։ Ես ուզում եմ մի հանգամանքի վրա ուշադրություն հրավիրել, որը ըստ էության այսօրվա իմ հիմնական ուղերձն է լինելու այս ձևաչափով, որովհետև ես տոնի առիթով արդեն իսկ պաշտոնական ուղերձ հղել եմ նրանք, ովքեր արդեն ծանոթ են, լավ, ովքեր ծանոթ չեն, կարողանան ծանոթանալ, բայց ես ուզում եմ մի հանգամանքի վրա ուշադրություն հրավիրել, որպես այսօրվա մեր հանդիպման հիմնական ուղերձ։ Ես եւ դուք, ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ինձ որպես եւ ձեզ նույնպես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Մենք տարբեր դավանանքների, տարբեր ազգությունների, տարբեր ազգերի ներկայացուցիչներ ենք, բայց մենք նույն ժողովրդի ներկայացուցիչն ենք, որովհետև ընդ որում ես այստեղ խոսում եմ իրավական կոռեկտության տրամաբանությամբ, որովհետև Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է ժողովրդին, ովքեր են ժողովուրդը, ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են, ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամբողջությունն է։ Այս է պատճառը, որ մենք մեր ուղերձներում հենց այդ տերմինաբանությունն ենք օգտագործում։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Այո, մենք դավանում ենք տարբեր կրոնների, մենք տարբեր ավանդույթներ ունենք, բայց մենք ունենք մեկ ընդհանուր անձնագիր։ Մեր բոլորի անձնագրերը նույն տեսքն ունեն, նույն պատկերն ունեն եւ մեր բոլորի անձնագրերը մեզ տալիս են Հայաստանի Հանրապետությունում նույն իրավունքները, նույն պարտականությունները եւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի հավասարաբար պաշտպանված է պետության կողմից, որովհետեւ ինքը այդ պետության քաղաքացին է, ինքը այդ պետության հիմնադիրն է, ինքը եւ այդ պետությունը ստեղծված է իր քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ինքնությունը պաշտպանելու եւ զարգացնելու համար։ Եվ իմիջայլոց ուզում եմ ասել, տարընթերցումների տեղ չտալու համար, սա վերաբերվում է ինչպես եզդիական համայնքին, որը այսօր Հայաստանի Հանրապետության ամենամեծ ազգային փոքրամասնությունն է, այստեղ դիտարկում եղավ փոքրամասնություն եւ ոչ փոքրամասնություն, այո,
ամենամեծ ազգային փոքրամասնությունն է, բայց իմ ասածը վերաբերվում է Հայաստանի Հանրապետությունում ապրող բոլոր ազգային փոքրամասնություններին եւ քաղաքացիությունն է այն կապը, այն իհարկե շատ կարևոր է, մենք շատ երկար հազարամյա պատմություն կա մեզ կապող, բայց ես խոսում եմ այսօր որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, ինձ համար չկան տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, ինձ համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, այն ըմբռնմամբ, որ մենք մեծագույն եւ ծայրահեղ հարգանք ունենք յուրաքանչյուրի թե կրոնական, թե ազգային, թե անհատական պատկերացումների եւ զգացողությունների նկատմամբ։ Ինձ համար մեծ պատիվ է լինել Հայաստանի Հանրապետության առաջին ղեկավարը, ով այսպիսի ձևաչափով հնարավորություն ունի մասնակցել եզդիական նոր տարվա տոնակատարություններին եւ ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այսպիսի հնարավորության եւ այսպիսի պատվի համար։ Եվ շատ ուրախ եմ նաեւ արձանագրել, երբ որ ես ավտոմեքենայից տեղ հասա եւ ավտոմեքենայից իջա, առաջին հարցը, որ տվեցի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին, թե արդյոք դեպի Սրբավայր բերող ճանապարհը որևէ ձևով արտարծվում է մեր սուբվենցիոն կամ այլ ծրագրերում եւ նախարարը հաստատակամ պատասխան տվեց եւ ես համոզված եմ, որ հաջորդ տարի մենք բոլորս արդեն այստեղ կգանք բարեկարգ ճանապարհով, որը նույնպես շատ կարեւոր է, իհարկե մենք նաեւ բազմաթիվ, ես հիշում եմ եզդիաբնակ Հակո բնակավայր եմ ես այցելել, որը հիմնական մայրուղուց բավականին հեռու էր եւ մեծ պատիվ էր ինձ համար արձանագրել, իմիջայլոց ասեմ նաեւ, որ Հակո բնակավայրի բնակչությունը շատ մեծաթիվ չէր, ես հասկացա տեղում, որ շատ մեծաթիվ չէ, բայց սա է մեր վերաբերմունքը, որ մենք 100 միլիոնավոր դրամներ ծախսեցինք այդ ճանապարհը կառուցելու, որպես 5 միլիոն դոլար ենք ծախսել այդ ճանապարհը կառուցելու, որպես մեր վերաբերմունքի արտահայտություն։ Բայց ես էլի եմ ասում, այս վերաբերմունքը չի վերաբերվում միայն եզդիներին, չի վերաբերվում միայն հայերին, չի վերաբերվում միայն ռուսներին, ասորիներին, սա վերաբերմունք է Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ, որովհետև մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ենք համարում մեր գործատուն, մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ենք համարում այն սուբյեկտը, որի առաջ մենք հաշվետու ենք որպես Հայաստանի Հանրապետության կառավարություն, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքական մեծամասնություն։ Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի հարգելի ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, կրկին եւ կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս մեծ պատվին ինձ արժանացնելու համար, այս հրավերի համար, որը ուզում եմ ասել, ես ստացել եմ առաջին անգամ եւ արձագանքել եմ էլի հասկանալիորեն առաջին անգամ։ Շնորհավորում եմ բոլորիս եզդիական նոր տարվա առիթով եւ մեզ բոլորիս Հայաստանի Հանրապետությանը եւ նրա քաղաքացիներին մաղթում եմ խաղաղություն, բարօրություն, ազատություն, երջանկություն եւ իհարկե զարգացում։ Շնորհակալ եմ, բայց հաշվի առնելով պահի առանձնահատկությունը, ես ուզում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետության անունից նոր տարվա առիթով աշխարհի բոլոր եզդիներին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն վարչապետ ձեր ներկայության համար եւ ձեր խոսքերի համար։ Այո, շնորհակալ